Ես ողջունում եմ գործարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Այս պահին մենք սկսում ենք Թարմ ուղեղով զրույցը, իսկ իմ զրուցակիցը Գեղամ Մանուկյանն է, Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ եւ Հայաստան խմբակցության падգամավոր Բարի օր, պարոն Մանուկյան։ Բարի օր, շնորհակալ եմ հրավերին։ Ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ, հարցերը կարևոր են, որոնք այսօր մեր օրակարգի մեջ առաջնային տեղ են զբաղեցնում, եկեղեցի, բանակ, ներքին քաղաքական հարցեր, առհասարակ կարևորագույններից գնալով եկեղեցի, պետություն, հակամարտությունը։ Ինչ հակամարտություն է սա եւ ինչ է ուզում անել պետությունը, ինչ է ուզում տեսնել եկեղեցու հիմքերում։ Իրականում չէ ձևակերպի եկեղեցի պետություն հակամարտություն, իրականում այսօրվա իշխանական խմբակի եւ անձնապես Նիկոլ Փաշինյանի ուղղակի վայրենի հարձակումն է հայ առաքելական եկեղեցու վրա, որը ունի մի քանի պատճառ։ Նախ այդ եկեղեցու նկատմամբ հանրային վստահությունը խիստ ներվայնացնում է Նիկոլին։ Եվ այս ամբողջ այսօրվա տեղի ունեցողը տեղավորվում է վերջին 7 տարիների ամբողջ գործընթացի մեջ։ Ի վերջո 7 տարի այս իշխանությունը փորձել է բոլոր այն ազգային ինստիտուտները, որ կա, հեղինակազրկել, նսեմացնել, բարոյալ լքել, հարձակվել վրաները։ Տեսեք, առաջին իսկ պահից հարձակում բանակի, հարձակում ազատամարտի, Արցախյան ազատամարտի վրա, հանգուցալ արդեն Մանվել Գրիգորյանի հետ Տուշոնկա շոուի այդ ամբողջ թատերականություն հետևողական զինվորականության դեմ հարձակումները այսօր բերել հասցրել է մի վիճակի, վստահ այդ թեմայից խոսենք, որ հանրային վստահություն, բանակի նկատմամբ հեղինակությունը այնքան անկում է ապրել, որ մարդը որդուն բանակ ուղարկելը դիտում է կիսամեռ վիճակ, ուղղակի ուղարկում է մահվան իր պատասխանատվության տակ եւ ոչ պետության։ Այո։ Երկրորդը նույն ազգային կառույցների, նույն հայեղափոխական դաշնակցություն։ Այ մինչև երկրորդ կետին անդրադառնալ, դուք վստահության մասին խոսեցիք, բայց ամեն դեպքում այն վստահությունը, որ կար եկեղեցու հանդեպ, չեք կարծում, որ վերջին շարժումից Բագրատ Գալստանյանի կողմից այսպես առաջնորդվող ինչ որ կերպ նաև ազդեցություն թողեց եկեղեցու եւ հանրության կապի մեջ եւ հանրությունը կարծես թե ամեն դեպքում վստահության շեմը իջեցրեց, չեք կարծում, որ նման խնդիր ունենք։ Ես իմ բնակած վայրում Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու պատարագների ներկայությամբ կարող եմ գնահատել կամ նույն Բագրատ Սրբազանի այսօր էլ փողոց որ դուրս է գալիս էլի նույն ձևի մարդիկ վազում են Սրբազանի օրհնությունը ստանալու եւ ընդհանրապես կարող է ինչ որ քաղաքական շրջանակներում խնդիրներ լինեն, բայց հեղինակությունը եկեղեցու այդ առումով անվերապահ եւ նույնիսկ տեսեք Սուրբ Հակոբի հետ կապված ասեմ առաջին շաբաթը հարձակումից հետո աչքս ցակեց որ Քանաքեռում պատարագին այցելողների շատ ավելի մեծ թվով մարդկանց ներկայությունը կարծես մարդիկ այսպես ներքին ընդվզման համար եւ նաեւ այն հանրային պարսավանքը որ այսօր Նիկոլի նկատմամբ կա նույն այսօրվա խելագար գրառման տակ աչքովս ընկա մի ստատիստիկա 1 ժամվա մեջ մոտ 1000 գրառում մեծամասնությունը 18+ եւ ամենակոպիտ բառերով գրառումներ են շարունակելով այդ հարձակումները նույն Սփյուռքի նկատմամբ հարձակում նույն պառակտումը հայրենիք Սփյուռք որտեղ ի վերջո մեր ժողովրդի մեր երկրի պետության ուժը այս 30 տարին ավանդաբար ասել են մենք չունենք նավթ բայց ունենք Սփյուռք եւ Հայաստան, Արցախ, Սփյուռք երամիասնությունն էր, որ հայ ժողովրդի ուժականությունն էր եւ դա պառակտ է Սփյուռքում գործող ազգային են բոլոր կառույցները, որոնք ինստիտուտներ են, պետական համակարգ է Սփյուռքում, բոլորի հետ դադարեց Հայաստանի իշխանությունը հարաբերվել եւ սկսեց անհատների ընտանիքի նկատմամբ հարձակում, որովհետեւ ի վերջո մեր հասարակության, ազգային հասարակության բջիջը ընտանիքն է եւ ընտանիքի նկատմամբ հարձակումը, հեղինակազրկումը, դու քաղաքացի, դու անհատը հլուզումն էր այդ ընտանիք հասկացության եւ եկեղեցու նկատմամբ 18 թվականից սկսված այդ եղել է վերջերս հարցազրույցում պատմեցի 18 թվականի մի պատմություն
առաջին անգամ կարծեմ հունիս ամիսն է Նիկոլ Փաշինյանը, որ հանդիպել է հոգևոր դասի հետ, սկզբից ևեթ սկսել է պապ թագավոր խաղալ, պապ թագավոր գովերքել, Արշակ Սրբազանը հետո մոտ 20 րոպե դասախոսություն է կարդացել Նիկոլ Փաշինյանին, որ այդ քո պատկերացրած պապ թագավորը չէր, հիմա էլ նույն պապ թագավորություն է խաղում։ Այն ինչ որ հիմա անում է, այդ իրեն մեսիա համարող այդ վերջին 2-3 տարիներին ինչ անում Փաշինյանը, արի սուրբ զատիկ, չգիտեմ, տարբեր տաղավար տոների ինքն իրան իրավունք է վերապահում, աղոթքն ասի, քարոզն ասի, շնորհավորի, այլևս փորձում այլընտրանք եկեղեցուն ձևավորել։ Եկեղեցու խնդիրները մի կողմ դնելով եւ շատ դեպքերում անհաշ լինելով եկեղեցու ներսում կատարվողի հետ ամեն դեպքում երբ փորձ է արվում թույլատրել են հիմքերը, որոնք կան այդ կարևորագույն կառույցի, արդյոք տեղ չի բացվում աղանդավոր շարժումների համար եւ մենք վտանգ չենք տեսնում այդ իմաստով Հայաստանի Հանրապետությունում զարգացող։ Գիտեք, իրականում այո, մեծ տեղ կա եւ այսօր վխտում են աղանդավորները։ Իդեպ ասեմ մի բան նկատել եմ 18 թվականից հետո երկար ժամանակ նկատում էի, որ այդ փողոցային քարոզիչները հոգևորությունը որ կա, որ շատ հաճախ ուղղակի զանգում դիմում են ոստիկանություն, որ նույն իմ հոգեկան ներաշխարհը խանգարում է ուսումնական հաստատությունների մոտ ամեն քայլափոխի հետ բոլոր դռների մոտ կանգնած սպասում են 18 թվականից հետո իշխանության Նիկոլի իշխանության գալուց հետո կարծես իրենք բավարարված ավելի ետ էին քաշվել պատերազմից հետո նկատեցի որ շատ համատարած նորից իջել են փողոց շատ համատարած նորից իջել են փողոց եւ այսօր էլ տոտալ քարոզություն են անում բայց եկեղեցու նկատմամբ հարձակումը ունի եւս մի ահավոր երես այն զուգահեռ սինխրոն հարձակումը եկեղեցու նկատմամբ որ կա Ադրբեջանի կողմից եւ Նիկոլ Փաշինյանի կողմից գրեթե սինխրոն աշխատում է եւ ցանկացած եկեղեցու դեմ գրառում 10 րոպե հետո հայտնվում է ադրբեջանական բոլոր լրահոսերում եւ ինքը խնդրացնեք ինքը նույն օրը երբ որ հարձակում էր եկեղեցու վրա վեհապարի վրա զուգահեռ բարամ էր շնորհավորում ադրբեջանցիներին եւ թուրքերին այդ վերաբերմունքների տարբերություն եւ եկեղեցու նկատմամբ հարձակումը նաեւ ունի քաղաքական պատճառ որովհետեւ այսօր հայ առաքելական եկեղեցին կարող եմ ասել դաշնակցության եւ հայկական լոբիստական մի շարք կառույցների հետ միջազգային հարթակում մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության արցախայության իրավունքների պաշտպանության Բաքվում գտնվող ռազմագերիների իրավունքների պաշտպանության գործում մնացել են միայնակ եւ պատահական չէ որ այս հարձակումը եղավ ճիշտ այն օրերին երբ որ Շվեյցարիայում հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ վեհապար հայրապետի նախագահությամբ միջազգային կոնֆերանսեր տեղ ունենում մեր պատմական ժառանգության ոչնչացման մասին որը շատ զայրացրեց եւ Ադրբեջանին եւ այսպես ասեմ սինխրոն նաեւ կատաղացրեց Նիկոլ Փաշինյանին Ամեն դեպքում հիմնականում այս հակամարտության տակ բոլորը քաղաքական երանգ եւ կոնտեքստ են տեսնում, ասելով, որ սա գուցե ընտրությունների նախաշեմին ինչ որ փորձեր են քաղաքական ձայներ հավաքելու կամ չգիտեմ ընդդիմության վարկանիշը իջացնելու եւ մյուս կողմից էլ քննադատություններ գալիս են, որ ամեն դեպքում եկեղեցին միշտ քաղաքական է դրսևորել իրեն եւ եկեղեցին փորձ է արել քաղաքական հարցերին միջամտելու ընդդիմության կողքին միշտ խնդիրներ է տեսել իշխանության վարած քաղաքականության մեջ բարձրաձայնել է այդ մասին եւ մի խոսքով հակաիշխանական տրամաբանությամբ է առաջնորդվել դուք արդյոք տեսել եք դա նկատել եք եւ նաեւ հաճախ ասում են որ հենց Ռոբերտ Քոչարյանի հովանու տակ է գտնվում եւ սերտ կապեր ունի եկեղեցին Ռոբերտ Քոչարյանի հետ եւ առհասարակ ընդդիմության հետ գիտեք Ցնդաբանություն իրականում ասած, այսինքն նույն տրամաբանությամբ եկեղեցին էլեկտրիկ Երևանի ժամանակ հոգևորականներ, որ առաջին գծում կանգնած էին, ինչ է նշանակում էր այդ ժամանակ եկեղեցին իշխանության դեմ էր դուրս եկել, ոչ իր հոտի զավակներին պաշտպանելու համար է։ Կամ մարտի 1-ին
Մարտի 1-ի երբ որ վեհապար Հայրապետը փորձում էր հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչ էր համարենք, որ այդ օրվա իշխանության դեմ էր վեհապարը, ինձ հավերում է շատ կարևոր մի անկյունաքարային հարցի։ Եկեղեցին քաղաքականությանը կարող է խառնվել, թե ոչ։ Տեսեք, որևէ մեկ ամբողջ աշխարհում կաթոլիկ եկեղեցու դեպքում, Հռոմի պապի դեպքում ուղղակի մի ծայրով անգամ չի անցնում, որ Հռոմի պապը ինչ գործ ունի Պաղեստինյան կոնֆլիկտից, ռուս-ուկրաինական պատերազմից, ինչա խառնում, ինչա կիրակնորյա իր քարոզում խոսում նման հարցերի, քաղաքական հարցերի, սոցիալական արդարության մասին։ Ի վերջո հանգուցյալ Հռոմի պապը Լատինական Ամերիկայում իր գործունեություն ծավալելու ընթացքում, որտեղ աղքատների, հարուստների անհավատալի դիսբալանս կար, այդ սոցիալական արդարության մասին խոսելով ինքը ամբողջովին քաղաքական հարց էր։ Ի վերջո մեր հայ առաքելական եկեղեցին պետք է պատկերացնենք, որ մեր ժողովրդի ճակատագրի անբաժան մասն է։ Լավի դեպքում եկեղեցին զորավոր է, մեր ժողովրդի կյանքում վատ լինելու դեպքում, պարտության դեպքում մեր եկեղեցին տկարացողն է։ Չի կարող մեր եկեղեցին ամենայն հայոց կաթողիկոսը, արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ, վարդապետեր իրենց քարոզում չխոսեն ազգային հարցերի մասին, որովհետև ազգային հարցերի մասին ոնց կարող է չխոսել եկեղեցին, որը 30 տարի Արցախում թեմ է ունեցել, 30 տարի սովետական այդ շրջանի աթեիզմից, կռապաշտությունից հետո կարողացել է ոտքի կանգնեցնել թեմը։ Ու այս իշխանության քաղաքականության հետևանքով Արցախի հայաթափման արդյունքում Արցախում մենք զրկվել ենք մեր թեմից, Գանձասարն են գերության տվել, Դադիվանքն են գերության տվել, Ղազանչեթոցն են գերության տվել։ Ինչպես կարող է եկեղեցին չխոսել։ Ես կարծում եմ, որ շատ ավելի զորավոր մասնակցություն պետք է ունենա։ Իսկ ինչ պիտի աներ եկեղեցին այդ օրերին։ Գիտեք, շատ հաճախ մեր հոգևոր հայրերի հետ զրույցներում միշտ խոսում եմ քարոզչությունը, որքան է կոպիտ է հնչում, բայց շատ ավելի իրենք քիչ են մտածում քարոզության մասին, քան որևէ մեկը։ Նույն Արցախահայության հետ կապված, նույն փախստական այդ հոսքի ժամանակ մոտիկից տեղյակ եմ, թե ինչ ահռելի աշխատանք է իրականացրել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, բայց աշխատանքն իրականացնելով երբեք չեն մտածել դրա մասին խոսել։ Քիչ առաջ ենք զրուցում, նայեք միջազգային ասպարեզում հայ առաքելական եկեղեցին վեհապար Հայրապետը եւ նաեւ արտաքին կապերով զբաղվող սրբազանները անհավատալի աշխատանք են իրականացնում, դիվանագիտական աշխատանք են իրականացնում, որտեղ Ադրբեջանը տևական ժամանակ է փորձ է անում այսպես եմ ուդիական թեմ ձևավորել Արցախի տարածքում, որպեսզի բռնագրավի հայ առաքելական եկեղեցու եկեղեցիները եւ այդ աշխատանքը փորձը մինչեւ հիմա կասեցվում է միայն եւ միայն հայ առաքելական եկեղեցու վեհապար Հայրապետի ջանքերով։ Դիվանագիտական մասով արդյոք եկեղեցին եւ պետությունը պիտի համահունչ չգործեն, ինչը որ այսօր չկա։ Մենք խնդիր ունենք այդ մասով եւ արդյոք այդ ոչ համահունչ աշխատելը դիվանագիտական հարթություններով մեզ համար նոր սխալներ եւ նոր խնդիրներ չի առաջացնում։ Իրական դիվանագիտական առումով այսպես ասեմ, համահունչ գործելը այսպես է, պետք է լինի խնդիր, որտեղ երկուսն էլ նույն պատկերացումներն ունեն, բայց հիմա այսօր հայ ժողովրդի կարևորագույն ազգային խնդիրներ Արցախ, Արցախայություն, մեր հուշարձանների հավերներ, հայոց ցեղասպանություն, հակահայ գործողություններ։ Տեսեք, կարող էր սա տեղի ունենալ, համահունչ գործեն, բայց այստեղ Հայաստանի պետությունը, իշխանությունը այդ հարցում ամբողջությամբ չկա։ Դրա համար ստիպված եկեղեցին եկել է առաջի պլան եւ իրենց զորակցողը այս հարցում չկա։ Իրենց զորակցողը չկա։ Եվ այդ առումով այսօր իրականում 30 տարվա մեջ ամենախայտառակ պահերն ենք ապրում, երբ որ ինչ են ասում օկուպացիոն ռեժիմը սա, ինչ են ասում
օտար ուժի ծառայող ռեժիմ է, որտեղ այս բոլոր հարցերում այս իշխանությունը դուրս է եկել process-ների։ Եվ դրա համար է, որ բեռը մնացել է եկեղեցու վրա, բեռը մնացել է Սփյուռքի մեր կայացած կառույցների վրա, լավ օրից չի դա, եւ իրականում ողբերգություն է դա։ Նայեք, նույն Երուսաղեմի հետ կապված քանի անգամ արտգործնախարարին ասել են, դա հայ ժողովրդի ամենամեծ ուժն է։ Հայ ժողովուրդը չունի ատոմային ռումբ, բայց ունի իր դարավոր ներկայությունը Երուսաղեմում։ Եվ Երուսաղեմի հայության, հայկականության վրա ցանկացած հարձակման այս իշխանությունը պետք է կոչնակ հնչեցներ, ազանք հնչեցներ, որը չարեց դեռ չեմ բանանում են խայտարակ պատմությունները դիվանագիտական դեսպանատուն բացել է 20 թվականին, դեսպանին հետ կանչել է մինչև հիմա անհասկանալի է թշնամանալը Պարսկաստանի հետ։ Եկան այս մեր ազգային օրակարգն է, որ այս իշխանությունը փորձում է գողանալ։ Ես պատկերացնում եմ, այս չլինեին բոլոր բացական երևույթները, ինչ ահռելի զարգացումներ կարող են ունենալ։ Իդեպ մեծագույն հանցանքներից մեկը Նիկոլ Փաշինյանի 18 թվականին որևէ մեկից ավել ինքն ունեցել է այն վստահությունը, որ այդ վստահության ռեսուրսը հնարավոր էր բարին ծառայեցնել, հնարավոր էր զարգացման ծառայեցնել, հնարավոր էր շատ ավելի զորանալուն ծառայեցնել, բայց ցավոք սրտի արվեց լրիվ հակառակը։ Այդ ամեն ինչը մսխվեց եւ երկիրը հասցվեց այսօրին։ Ընդդիմության թիվ 1 օրակարգային հարցը շարունակում է, չէ՞, մնալ իշխանության հեռացումը։ Դա տեսեք, իրականում շատ ավելի հարցեր կան, անվտանգությունից սկսած արտաքին քաղաքականություն եւ այլն, որոնց իրականացումը նույն անվտանգային զինված ուժերի համակարգի բարեփոխումը դու գիտակցում ես, որ այսօր որևէ կերպ դա հնարավոր չի, քանի այս իշխանությունը նստած է մեր պետական համակարգի գլխին։ Պարոն Մանուկյան, այդ դեպքում իմպիչմենտի հարցը ինչու չզարգացավ։ Պարզապես սպասում ենք, որ անհրաժեշտ քվեները լինի։ Այսինքն, տեսեք, այն տեխնացուները, որ կան, երկու տեխնացու կա այս բանը առաջադրված պատիվ ունեմի կողմից եւ երկու падգամավորների կողմից Էդմոն Մարուկյանը։ Ինչ կասեք երկու տեխնացուների մասին։ Տեխնացուների մասին, տեխնացուների հարց չի։ Մենք սկզբանե հայտարարեցինք, որ մենք 28 քվեն պատրաստ ենք տալ այն քաղաքական ուժին, որ այդ պատասխանատվությունը կստանձնի։ Դիցուկ պատիվ ունեմը, երբ որ առաջադրեց Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը, ամբողջությամբ քաղաքական process-ի պատասխանատվությունը, քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա, մենք էլ ողջունեցինք, վերահաստատեցինք, որ 28 քվե պատրաստ ենք նորից տալ եւ պատրաստ ենք պատիվ ունեմի գործընկերների հետ, որոնց հետ ամեն օր շփման մեջ ենք։ Գործընկերների հետ նաեւ քննարկումներով պատկերացնել իրավիճակը։ Իդեպ ասեմ, որ այսօր էլի Պղտոր ջուրում ցուկ են, որ ասում բա դեռ Հայաստան խմբակցությունը չի այդ հայտարարությունը, որ քննարկումներ սկսվին, օր ժամ տեղ չի ասել, որ իրականությանը չէր համապատասխանում։ Երեք Հայկ Մամիջյանն պայմանավորվել են, այսօր կարծեմ ժամը 1-ին պետք է հանդիպեն, վերջին պահին Հայկ Մամիջյանն տեղյակի պահել, թե ինչ որ կարևոր միջոցառում են ունեցել, մոռացել են դրա մասին, բայց պայմանավորվել են վաղը արդեն երկու խմբակցությունների ղեկավարներ կհանդիպեն, հետագա գործողությունները իրար հետ կքննարկեն։ Հաշտեք այդ տեխնացուի ընտրության հետ։ Այդ հարթ տեխնացուի խնդիրը չի։ Տեխնացուի ընտրությունն է կարևոր։ Պատիվ ունեմ առաջադրել է, քաղաքական պատասխանատվությունը ստանձնել է, այդքանով բավարարում է։ Իսկ ինչու ոչ Էդմոն Մարուկյանը։ Որտեւ Էդմոն Մարուկյանին քաղաքական ուժ չառաջադրել։ Որտեւ հիմնական խնդիրը դա էր, որտեւ այդքան շատ այլ հարցեր կան, բայց որտեւ տեսնում ենք, որ դրա մեջ այդքան այդ առաջադրումը, այսպես ասեմ, լրջության շահատել չունեն։ Դե օրինակ պատիվ ունեմն ասում է, որ Նիկոլ Փաշինյան երկուս է։ Այդ կարծիքի հետ դուք համամիտ եք։ Ուրեմն պատիվ ունեմի կարծիքը, պատիվ ունեմի իմ համամիտ եք այդ կարծիքի հետ, պարոն Մանուկյան։ Էդմոն Մարուկյանի մասին այնքան կիլոներով բան կարելի ասել։ Այսինքն ես հրապարակային Էդմոնի հետ շատ բանավեճեր եմ ունեցել ու մնում եմ տեսակետի։
Ամեն դեպքում տեղի կունենա այս process-ը զարգացում կունենա, թե ավարտվեց եւ վերջ։ Ցանկալի է որ լինի, բայց նորից վերահաստատում ենք, որ կան իրական կամ բոլոր հիմքերը Նիկոլ Փաշինյանի impeachment հայտարարելու, անվստահություն հայտնելու, բայց ցավոք սրտի գործիքակազմի ամբողջական այդ գործիքը չկա եւ դրա համար նաեւ այդ քննարկումներն որ հասկանանք ի վերջո այդ անհրաժեշտ թվով քվեները ինչպես են ձևավորվում։ Հաղորդումը սկսեցին կարևոր ինստիտուտներին, այսպես թիրախավորմամբ, դրանցից մեկը բանակներ, արժի կարծում եմ բանակի մասին էլ խոսել, այն օրենքը, որ արդեն շրջանառության մեջ է դրվել, ըստ որի պիտի գումար վճարել եւ ըստ դրա կրճատել ծառայությունը եւ պարտավորությունները պետության հանդեպ, բավականին շատ քննադատությունների արժանացավ օրենքը, հիմնային խնդիրները կուզեմ մեզ ներկայացնեք, ինչ է ենթադրում, եթե այն ընդունվեց վերջնականապես, մենք ինչ խնդիրներ ենք ունենում բանակի հարցում եւ արդյոք կա այս օրենքով մի հարց, որը հնարավոր է լուծել։ Ավելի բարեկարգ, ավելի լավ բանակի մասին է, չէ՞ իշխանությունը միշտ խոսում։ Տեսեք, իրականում այս իշխանությունը հասարակական առաքտման գործընթացը տեղափոխել է նաև բանակ։ Ես կոնկրետ մի օրինակի վրա ասեմ, ատեստացիա։ Իրականում ինչ արեց իշխանությունը։ Ատեստացիան զինված ուժերում միշտ եղել է։ Ատեստացիան 3 տարի մեկի կարծեմ։ Ատեստացիայի արդյունքում որոշվել է համապատասխանում է իր պաշտոնին, համապատասխանում է եւ առաջ խաղացման ենթակա է կամ չի համապատասխանում պաշտոնին, այսինքն մասնագիտական որակների գնահատման հարցն է ատեստացիան։ Բայց հիմա ինչ է կատարվում։ Ատեստացիան այսօր դարձել է բանակում առաքտման մի հատ խայտառակ օրինակ։ Երբ որ ես ատեստացիայից խոսում եմ, չեք պատկերացնում, տասնյակ հարյուրավոր զինվորականներ իրենց անունով կամ ոչ իրենց անունով զանգահարում են։ Ասում են շնորհակալ ենք, որ գոնե հասկանում եք, ինչ է կատարվում ատեստացիայի անվան տակ, որը իշխանությունը պատկերում է աշխատավարձը պետք է բարձրացնի։ Շտաբային սպայական կազմը, որը առավոտվանից մինչև ժամը 6-ն է իր աշխատանքին, հետո մարզվելու հնարավորություն ունի, հետո ժամանակ ունի պարապելու, այդ հարցաշարը սովորելու, բարձրագույն հրամանատարական կազմ, ատեստացիայի արդյունքում բարձր աշխատավարձ է ստանում։ Մարտական հերթապահություն իրականացնող տարբեր մասնագիտություններով պայմանագրային զինծառայողներ, ենթասպաներ, նաև սպաներ, որոնք ընտանիքից տեղից տնից կտրված կարող է ամիսներով առաջնագծում լինեն, չունեն այդ հնարավորություն, արդյունքում իրենց աշխատավարձը ցածր է մնում, իսկ ով ավելի բարեկեցիկ այսպես վայրերում է, ատեստացիայի արդյունքում բարձրանում է։ Ու անտագոնիստ կա, լուրջ անտագոնիստ կա, այն օրը տաքսու վարորդ է, որը զինված ուժերի ծառայող է, որը իր մասնագիտության մեջ շատ լավ մասնագետ է, բայց քանի որ բանա մի քիչ փորը, բանա տուրնիկի վրա չի կարա ժիմանի, արդյունքում իր աշխատավարձը չի բարձրացել, իսկ այն մեկը, որը այդ ժամանակն ունի եւ այլն, բարձրացել է։ Այս քանակերում եմ ապրում, որտեղ սովետի տարիներից զորամասերի թաղամասը, էլի, մենք զուգահեռ մեծանում ենք միշտ զինված ուժերի հետ, ասում ախպեր 25 տարվա վարորդ է, որը նույն սահմանում ռազմական գործողությունների ժամանակ այն խիզախ վարորդներից էր, որ հաց էր հասցնում արտական հենակետեր, բայց ֆիզիկականի առումով պրոբլեմ ունի, բայց այդ մարդու աշխատավարձը չեն բարձրացնում։ Գալով Հայկ Սարգսյանի նախագծին, առաջին հերթին Հայաստանը բաժանվելու է երկու մասի՝ փողատերոջ եւ ոչ փողատերոջ։ Պարակտումը այդտեղ է։ Պարակտումը գերդաստաններում եւ ընտանիքներում է լինելու։ Դիցուկ, այսպես ասեմ, ես կարողացել եմ վճարել իրանց ասած 20 միլիոնը, տղայիս ազատել եմ, տղաս ծառայել բանա, պայմանական եմ ասում։ Հորեղբորս տղան կամ հորաքրոջս տղան իր զավակի համար այդ 20 միլիոնը չունի եւ Գերդաստանի մեջ հորաքրոջս թորը նայելու ասել է պապ եղավ է եղավ քերին բան արեց փողը տվեց ազատեց դու չես կարողանում բնականաբար հորաքրոջս տղան սկսել է խետ նայելի
Պարոն Մանուկյան, մենք արդյոք չունենք փողատերեր, այ ձեր ասած, ովքեր արժանապատիվ են եւ համարում են, որ իրենք անկախ իրենց ունեցվածքի չափից պիտի ծառայեն բանակում։ Եվ մենք արդյոք չունենք սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքներ, ովքեր պատրաստ են մինչեւ վերջին ունեցածը վաճառել, այնքան թե որդիներին ազատել բանակից։ Այսինքն մենք այստեղ էլ ենք խնդիր ունենում, այնպես չի, որ միայն հարուստներն են ազատվելու այս օրինագծով։ Այսինքն մենք սոցիալական անարդարություն բոլորը դա ասում են, սպառնալիք է։ Բանկերը վարկ են տալու, սպառնալիք է։ Մարդիկ այո կարող է տուն տեղ ունեցած ամեն ինչ վաճառեն, որ բանան են, բայց կա նաև ներբանակայինելի համերաշխության խնդիր։ Դիցուք ուսումնական զորամաս, մեկը ծառայելու է 4 ամիս, որտեղ վճարել է չգիտեմ 10 քանի միլիոն, մեկը ծառայելու է 1 ամիս, որտեղ վճարել է հայրը 20 միլիոն, այն մեկը ծառայելու է 24 ամիս։ Հիմա այս երեքը հավասար են զորամասում, ոչ հավասար չեն։ Եվ այստեղ հարց է առաջանում ինչ չափի գիտելիքներ են իրենք ստանալու այդ ժամանակ։ Էդ էլ իր հերթին, բայց ինչն է խնդիրը։ Իշխանությունն ինչ է փորձում արդարացնել։ Դե մեկը ազատվում է, գլուխը պատով է տվել։ 7 տարի իշխանության եք, որ չլիներ նման ազատում, որ հիվանդության կեղծ տեղեկանքներ չհանեիք, որ երեխեքին այլ երկրի քաղաքացի չսարքեք։ Սուրեն Պապիկյանը, որ թիվ 1 պատասխանատուն է, այդ պատասխանատվության զգացումն է, մի տարի առաջ ասեց, որ պետք է լյուստրացիա լինի եւ ինքը խոստացավ, որ պետական պաշտոնեության մեջ պետք է հրապարակի այն պաշտոնյաների անունները, որոնց զավակները տարբեր պատճառներով ազատվել են ծառայությունից։ Չարեց մինչև հիմա։ Ես այսօր եկել աչքովս ընկա, որ նախարարությունից մեկի աշխատակազմի ղեկավարի տղան բանակում չի ծառայել, որովհետեւ այլ երկրի քաղաքացի է։ Վերջապես ասում են, որ մարդը չի ուզում, որ երեխան գնա ծառայի։ Ուրեմն մենք պետք է դարձնենք այնպիսի բանակ, որ ոչ միայն ուզենա, այլ ինքը համարի, որ այդ հասարակական ընկալման, սոցիալական, կարիերայի առումով դա ամենամեծ գործիքն է։ Իմ զավակը ծառայել է բանակում, այո, չծառայողը թող գլուխը կախի եւ ոչ թե ծառայողը։ Պարոն Մանուկյան, քանի որ մենք ժամանակ չունենք, կուզեմ 1 րոպեի ընթացքում անդրադառնանք նաեւ Արծվիկ Մինասյանի դեմ քրեական գործին, ըստ որի պաշտոնեական դիրքի չարաշահում է եղել, ինչ հիմքեր կան այս գործի տակ եւ արդյոք այն ինչ որ ներկայացնում են իրականության հետ որևէ աղերս ունի։ Մեղքս գալիս են իրավապահները։ Մեղքս գալիս են, որ կարելի է այդքան չուլ լինել։ Արծվիկ Մինասյանը հարցաքննվել է 19 թվականին, 6 տարի առաջ, որ բացատրել է քննիչին։ Սևան ազգային պարկի այդ հողերը իրականում ինչ արել Արծվիկ Մինասյանը, իր նախարար եղած ժամանակ գույքագրել է բոլոր անօրինական հողերը, որպեսզի դրանք պաշտոնական վարձակալության տրվեն, բյուջե փող մտնի։ Դե պարոն Մանուկյան, քարոզարշավը սկսվեն։ Քարոզարշավը ոչ դայք, այսինքն հիմա սպասում ենք թող գլխավ դատախազը կա։ Ես մի փոքր դրվագ ասեմ։ 2 շաբաթ առաջ էր, կամ մի ամիս առաջ էր Նիկոլ Փաշինյանն, որ հիստերիայի մեջ էր ազգային ժողով, մի հատ խոսք ասել։ Սերան Օհանյանին ասեց, Սևանի տան համար դու էլ կողքիդ նստածներ դատվելու եք։ 19 թվականից քննվող գործը մեկ էլ հիշեցին, որ արդեն կարելի է մեղադրանք առաջադրել։ Եփած հավիտի ծաղն է գալիս, ով Արծվիկ Մինասյանը։ Ոչինչ, դատախազին հենց կտեսնենք ազգային ժողովում, այսօր իդա Արծվիկ Մինասյանը հայտարարություն է արել, ոնց էր ձևակերպել, քաղաքական Հայաստանին կարճ բացատրել էր, որ ընդհանրապես իրավաբանության հետ դա կապ չունի։ Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ թարմուղեղով զրուցակից Գեգամ Մանուկյանն էր, ձեզ համար աշխատում էր Մոնիկա Մամյանը։ Հետևեք Գործարալիքին եւ թարմուղեղով զրույցներին կհանդիպենք։